Մենք որպես ներդրող մեզ շատ հետաքրքիր է իմանալ ոնց են աշխատել տարբեր ներդրումային ակտիվներ տարվա ընթացքում եւ մի հատ տեսնենք 25 թվին ինչա տեղ ունեցել։ Այստեղ ունենք պատկեր տարբեր ներդրումային ակտիվներով, ոնց է 25 թիվը ավարտվել եւ նաեւ այս վերջի մի 10 տարվա կտրվածքով։ Իհարկե շատ դժվար է կանխատեսել մյուս տարի ինչա լինում եւ ըստ դրա կանխագուշակել ակտիվ կառավարումը թե հետազոտություններով, թե տարբեր վերլուծություններով կարող դուք էլ տեսնել ինչքանով է դա ստացվում մարդկանց մոտ կամ նույնիսկ մասնագիտացված ներդրողների շատ քիչ մաս կա մարդկանց, որ 5%-ը գուցե բոլորի, որոնք ստատիստիկական մոդելներ են օգտագործում, անձնական բանականություն, չգիտեմ, PhD-ներ են եւ այլն, իրենց մոտ գուցե ստացվի, բայց դա շատ դժվար է։ Եվ ըստ դրա շատ ավելի հեշտ է տեղադրել կամ բաշխել պորտֆելը տարբեր տեղերում եւ ըստ դրա արդեն եկամտաբերությունը չափել եւ կանխատեսել ոնց է լինելու միջին ասած։ Շատ կարևոր թեմա հիմա որ խոսում է, դա արհեստական բանականությունն է իհարկե, արդյոք վերգնահատված են գները, արդյոք կա ինչ որ այսպես ասած փուչիկ թե չէ։ Պատմության ընթացքում շատ sense խոսակցություններ են եղել, արդյոք վերգնահատված է թե ոչ, բայց շատ կարևոր է որ այդ խոսակցությունը կա, որովհետև երբ որ մարդիկ խոսում են դրա մասին, արդեն մի քանի անգամ են մտածում, արդյոք ներդրում անել այդտեղ, թե չէ։ Երբ որ չեն խոսում, նշանակում է, որ այդ մասը բոլորը նույն բանն են անում եւ գուցե գնահատումները շատ բարձր են։ Մեր մասով արհեստական բանականությունը ոնց որ տարբեր տիպի տեխնոլոգիաներ պատմության ընթացքում թե ինտերնետը, թե չգիտեմ, լույսը, թե այլ շատ մեծ փոփոխություններ առաջացնելու աշխարհում, ըստ դրա արտադրողականությունն է բարձրանալու, հիմա մենք նաև արդեն կազմակերպություններ ենք տեսնում AI-ով շատ տարբեր բաներ են անում, ըստ դրա եկամտաբերությունն է բարձրացնում, իրենց շահութաբերությունն է բարձրանում եւ շատ ավելի մեծ եկամտաբերություն է սպասվում այդ կազմակերպությունների հետ կապված, որոնք արհեստական բանականությունը օգտագործում են։ Դե այսքանը շատ լավ սպասելիքներով նաև 26 տարվա հանդեպ եւ կլինենք կապի մեջ։